Բարև, ով սիրում է մտածել ու հետո որոշել, թե որ քայլ անի։ Ես վերջերս համեմատություն արեցի, հետաքրքիր ստացվեց, քանի որ շատ մարդիկ նայեցին ու գնահատեցին ու կոմենտարիաներ գրեցին տակը, համեմատություն արեցի, որ այսօրվա այս պատմությունը, որ Հայաստանի ու Ռուսաստանի մեջ իրականացվում է, շատ նման է նրան, ոնց որ երեխան մեծանում է ու ուզում է ոնց որ ժողովրդի մեջ ասվում, ընտանիքների մեջ խիստ մտածելակերպով ծնողից մի քիչ հեռանա ու ապրի իր ազատ ու անկախ կյանքով։ Ու այդ համեմատությունը շատերի դուր եկավ, ոնց ես հասկացա, հիմա կուզեի մի հատ էլ համեմատություն օգտագործեի, եթե թույլ տաք։ Մենք ունենք մի փոքրիկ ընտանեկան բիզնես, խանութ ու արդեն 6-րդ տարին է, որ այդ գործը զարգացնում ենք։ Ես հիմա անդրադառնում եմ ու նայում եմ ոնց ենք մենք այդ քայլերը անցել, դժվարություններով, մեծ ոնց որ համարալուբոյ գործը, որ ոտքի կանգնելու համար պետք է անցնել այդ դժվարությունները։ Հիմա ես, եթե թույլ տաք, համեմատում եմ այն իրավիճակը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ռուսաստանի մեջ, որ Հայաստանը հեշտ ու հանգիստ այսօր իր ղեկավարության շուրթերից ասում է, որ մենք չենք վախում ու պատրաստ ենք, եթե Ռուսաստանը մեր առևտրական ու ուրիշ կապերը կբարթացնի կամ կկտրի։ Ես հիմա հիշում եմ, ասենք, որ մենք նոր սկսել ենք այդ գործը, համարյա ոչ մեկ մեզ չեն ճանաչում, մենք ոչ մեկին չենք ճանաչում, ու այդ 5-6 տարվա մեջ մեծ ու դժվար ճանապարհ անցել ու անցվում է մինչև այսօր, մինչև դու գտնում ես տարբեր մարդկանց, արտադրություններին, առևտրականներին, որը կարան քեզ հարմար գներով առաջարկեն տարբեր ապրանքներ, հետո մինչև դու գտնում ես քո ապրանքը գնողներին, որպես խանութ, մարդկանց հետ կապ ես հաստատում, հարաբերություն, ու ես պատկերացնում եմ, որ նույն բանն էլ կատարվում է պետության մեջ, պետության հետ։ Ու ճիշտ ասած, ես նորից ասեմ, հարգելի լսող, նայող, որ ես ոչ մեկի չեմ ներկայացնում, ոչ Ռուսաստանի ղեկավարության կողմից, ոչ Հայաստանի ղեկավարության կողմից, ես անկախ ազատ հավատացյալ մարդ եմ, որը ուզում է, որ այն ինչ որ ես կարդացել եմ Աստվածաշունչից, այն ինչ որ ես եկեղեցիներից տարբեր լսել եմ, ստացել եմ, այն իմաստությունը, այն միտքը, այն ինչ որ կյանքից եմ ստացել, որ դե նույնպես Աստվածը մեր հետ գործում է, ասելով Աստված, ես նկատում եմ բոլոր աշխարհը, բոլոր կյանքը, որտեղ Աստվածը ամենտեղ է, ամեն ինչի մեջ է, ամեն բանով մեր հետ գործում է։ Այն ինչ որ ես ստացել եմ, կիսվում եմ քո հետ, ձեզ հետ, սիրելի հարգելի նայող լսող, որ դու մտածես, սկսես բռնես ու նույնպես կարծիք հայտնես։ Միգուցե ես սխալ եմ, միգուցե ես ճիշտ եմ, ոչ մեկ ով որ ուզում է մնա ամուր ու ճիշտ ճանապարհի վրա, երբեք չի ասի, ես 100% ճիշտ եմ, նա 100% սխալ է։ Դա արդեն ամենամեծ սխալն է։ Դրա համար հիմա կիսվում եմ քո հետ, որ դու էլ սկսես բռնես։ Մենք անցնելով այդ բիզնեսի ճանապարհը, այսօր հասկանում ենք, որ եթե օրինակ վաղը հենց ես վստահ ասեմ, ես պատրաստ եմ հենց վաղը 40% իմ ապրանք ինձ տվողներից ու 40% կամ ավել դաժե ինձանից ապրանք գնողներից հրաժարվեմ ու ես խնդրեմ չունեմ, կարամ արագ այդ իրավիճակից դուրս գամ։ Դա կարա տեղի ունենա միայն այն դեպքում, եթե ես մի քանի մեծ փող ունեմ դրած կամ հաշվից վրա լիքը զերոներով փող կա դրած, ու ես արխային կարամ այդ քայլը անեմ ու ինձ պետք է մի տարի, 2 տարի, որ ես կարողանամ այդ կորցրած մարդկանց, ով ինձանից այսօր ստաբիլնի գնում են ապրանքը, ու այդ կորցրած ինձ ապրանք տվողներին գտնեմ փոխարինող, որտեվ դա այնպես չէ, որ հենց այսօր զանգեցիր, դաժե դի փուչուր խանութն եմ բերում, բայց ինչ վերաբերում է պետությանը, որը ասենք Հայաստանն է այսօր կամ Ռուսաստանն է, դա մեծ process է, որի մեջ հազարավոր մարդիկ են խառնված։ Դրա համար ես զարմանում եմ, ճիշտ ասած, ես համարում եմ, որ ճիշտ կլիներ ասել, որ սպասվում է դժվարություններ, ժողովուրդ ջան։ Եթե ընտրում ենք այդ ճանապարհը, եկեք պատրաստ լինենք դժվարությունների, որ պետք է անցնենք, ավելի արդար ու իմաստուն կհնչար։